Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է նոր հարձակումներով, նրանք խոստացել են հարվածել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին, պնդելով, որ պատասխան քայլերն արդեն ընթացքի մեջ են։ Միաժամանակ Թեհրանից պաշտոնապես հաստատել են, որ նախորդ օրվա հարձակումների արդյունքում սպանվել է նաև Իրանի հետախուզության նախարարը։ ԱՄՆ զինվորականները Իրանում կիրառել են GBU-72 ռումբեր, դրանք 5000 ֆունտանոց հզոր հակաբունկերային ռումբեր են։ Դրանք օգտագործվել են Իրանի հրթիռների, պահեստների և գործարանների դեմ։ Պենտագոնի պաշտոնյան նշել է, որ հարվածները ծագել ու պայթեցրել են ամրացված օբյեկտները Հորմուզի նեղուցի երկայնքով, սակայն ամբողջ զինանոցը ոչնչացնել չի հաջողվել։ Իրանը դեռ ունի մեծ թվով անօդաչու թռչող սարքեր և ականներ։ Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի նավթային ենթակառուցվածքներին, Իրանն էլ իր հերթին հարվածել է ծոցի երկրների նավթային ու գազային ենթակառուցվածքներին, նշելով, թե դրանց մեջ ԱՄՆ-ն շահեր ունի։ Էներգակիրների համաշխարհային շուկան սպասում է հետագա ցնցումներին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Գաբարդի լռությունը Իրանի հետ պատերազմի ֆոնին, ինչ է հուշում Թրամփի գլխավոր հետախույզի զգուշավորությունը։ Կարմիր ծովը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության նոր թակարդը Հորմուզից հետո։ Դոլարը տատանվում է, իսկ գները աճում։ ԱՄՆ-Իրան պատերազմից կարող է շահել Վենեսուելան, ով է փողերի մեջ լողում Կալիֆոռնիայում։ Forbes-ը հրապարակել է հին ու նոր միլիարդատերերի ցանկը։ Սեզար Չավեսի հերոսական դիմակը պատռված է, Կալիֆոռնիայում անվանափոխություններ են սպասվում։ Բրոնքսի աշակերտը ազատվել է այսի կալանավայրից 10-ամսյա բանտարկությունից հետո։ Լոս Անջելեսի դպրոցներում թեժ ապրիլ է սպասվում, ում համար է նախատեսված Սպիտակ տան նոր գաղտնի թունելը։ Թեժ թեմաներ ունենք նաև մեր Facebook-յան էջում։ Եթե չթարմացնեք, ձեր iPhone-ը կարող է լրտեսել ձեզ։ Հռչակավոր դերասանը ֆիլմում կնկարահանվի մահից 1 տարի անց։ Լավ նորություն արևայրուքի սիրահարների համար և բժիշկների տագնապը։ Այսքանը և ոչ միայն մեր թողարկման առաջին հատվածում, իսկ թողարկման երկրորդ մասում կաշխատի իմ գործընկերը Մանու Հարությունյանը, ձեզ համար ընտրել է առաջիկա օրերին սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ, մեկնաբանություններում պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում ազգային հետախուզության տնօրեն Գաբարդը խուսափել է պատասխանել հարցին, արդյոք Իրանի միջուկային ծրագիրը անմիջական սպառնալիք էր Ամերիկայի համար։ Փոխարենը կենտրոնական հետախուզության վարչության տնօրենը հայտարարել է, որ Իրանը մշտական սպառնալիք է ԱՄՆ-ի համար և այժմ էլ անմիջական վտանգ է ներկայացնում։ Ավելի վաղ Գաբարդի տեղակալ Ջո Քենթը հրաժարական էր տվել բողոքելով պատերազմի դեմ։ Գաբարդը նախկինում պնդել է, որ Իրանը չի վերականգնել ուրանի հարստացման հզորությունը, դա հակասում է Սպիտակ տան այսօրվա մոտեցմանը, ինչը պաշտոնյային հիշեցրել են սենատորները։ Գաբարդը նշել է, որ Իրանի ռազմական հզորությունը մեծապես ոչնչացված է։ Նա ասել է նաև, որ Իրանի տնտեսական վիճակի վատթարացման հետ ներքին լարվածությունը կմեծանա։ Հետախուզական գործակալությունները գտնում են, որ Իրանը օգտագործում է բոլոր միջոցները վրեժխնդիր լինելու համար։ Ըստ այդմ, նա կարող է վտանգի նոր օջախներ ստեղծել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ բուն ԱՄՆ-ում ակտիվացնելով իր գործակալներին։ Իրանի հետ պատերազմը շարունակվում է արդեն։ Իրանի հետ պատերազմը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը։ Դեմոկրատները պահանջում են հրապարակային լսումներ անցկացնել։ Նրանք նշել են, որ հոգնել են գաղտնի ճեպազրույցներից և պահանջում են պատասխանել պատերազմի նպատակների մասին իրենց հարցերին։ Նրանք մտահոգված են նաև նավթի գների աճով։
Հանրապետականները հիմնականում մերժում են հրապարակային լսումները, ներկայացուցիչների պալատի խոսնակը դեմ է դրանց։ Նա նշել է, դրանք կվնասեն մեր առաքելությանը։ Սենատի մեծամասնության ղեկավարը նույնպես դեմ է։ Նա կարծում է, որ լսումները կլինեն միայն շոու։ Հանրապետականները պնդում են, որ գաղտնի տեղեկությունները բավարար են, նրանք պարբերաբար մասնակցում են փակ դռների հետևում անցկացվող քննարկումների։ Որոշ օրենսդիրներ ավելի չեզոք դիրքորոշում ունեն, նրանք լսումները համարում են անհրաժեշտ, սակայն կարծում են, որ դեռ վաղ է։ Իրավիճակը Կապիտոլիումում մնում է լարված, Իրանի հարցը շարունակում է բաժանել քաղաքական ուժերին, պատերազմի հեռանկարը դեռ անորոշ է մնում։ Իրանի և ԱՄՆ-ի բախումը վտանգել է նավթային ուղիները։ Հորմուզը փակելուց հետո Իրանը սպառնում է նաև Կարմիր ծովով։ Այդ ջրային ուղին ևս Իրանը համարում է թիրախ, այնտեղ է գտնվում ամերիկյան Ջերալդ Ֆորդ ավիակիրը։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ կթիրախավորեն ավիակրին աջակցող բոլոր օբյեկտները։ Եմենի հութիները դեռևս չեն միացել ակտիվ պատերազմին։ Նրանց առաջնորդը սակայն ասել է, որ իրենք պատրաստ են ցանկացած պահի արձագանքել զարգացումներին։ Այնուամենայնիվ, հութիները դեռ զսպվածություն են ցուցաբերում Իրանը, նույնպես չի շտապում նրանց խաղի մեջ մտցնել, հութիներին պահելով որպես պահեստային տարբերակ։ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը չի փոխել տոկոսադրույքները, իսկ Իրանի հետ չդադարող պատերազմը ավելի անկանխատեսելի է դարձրել համաշխարհային տնտեսությունը։ Նավթի գները կտրուկ աճել են, գազի գինը աճել է 75 ցենտով, դիզելային վառելիքի գինը գերազանցել է $5։ Սա բարդացրել է ամերիկյան տնտեսվարողների մատակարարման շղթաները։ ԱՄՆ-ում ընդհանուր գնաճը կազմել է 2,4%, աշխատատեղերի թիվը կրճատվել է։ Փորձագետները կանխատեսում են ավելի դժվար ժամանակներ, նշելով, որ տնտեսական ցնցումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Կառավարությունը փորձում է կայունացնել շուկան, սակայն պատերազմի հետևանքները դեռ առջևում են, զգուշացնում են վերլուծաբանները։ Իրանում շարունակվող պատերազմից կարող է շահել Վենեսուելան, ԱՄՆ-ն թույլատրել է Վենեսուելայի նավթային պատժամիջոցները։ Դա նպատակ ունի մեծացնել նավթի համաշխարհային մատակարարումները։ Վենեսուելայի նավթային ընկերությունը կրկին կաշխատի ԱՄՆ-ի հետ, այդ ընկերությունը կարող է նավթ վաճառել միջազգային շուկայում։ Սպիտակ տունը հայտնել է նաև նոր որոշման մասին։ Թրամփը 60 օրով չեղարկել է Ջոնսի ակտի պահանջները։ Այն հնարավորություն կտա ռեսուրսները ազատ տեղափոխել ԱՄՆ-ի նավահանգիստներ։ Էներգակիրների հոսքը ԱՄՆ-ի նավահանգիստներ պետք է դառնա ավելի ազատ, սակայն կան հստակ սահմանափակումներ Վենեսուելայի համար։ Վճարումները չեն կարող կատարվել անմիջապես Վենեսուելայի նավթային ընկերությանը։ ԱՄՆ-ն կվերահսկի գումարի հոսքը հատուկ հաշիվների միջոցով։ Գործարքներին մասնակցելու հնարավորություն չունեն Ռուսաստանը, Իրանը և Կուբան։ Կալիֆոռնիան մնում է գերհարուստների հիմնական օթևանը։ Forbes ամսագիրը հրապարակել է 2026 թվականի ցուցակը։ Այն ներառում է աշխարհի ամենահարուստ անհատներին։ Կալիֆոռնիան ունի ավելի շատ միլիարդատերեր, քան ԱՄՆ-ի ցանկացած այլ նահանգ։ Նահանգի հարուստները միասին ունեն հարյուրավոր միլիարդներ։ Առաջին տեղում է Լարի Փեյջը $257 միլիարդ կարողությամբ։ Նրան հաջորդում է Սերգեյ Բրինը $237 միլիարդ, երրորդ տեղում Ցուկերբերգն է $222 միլիարդ։ Լոս Անջելեսում է բնակվում միլիարդատեր Փիթեր Թիլը։ Նրա կարողությունը կազմում է $28.4 միլիարդ։ Տասնյակում ընդգրկվել են նաև Հենրի Նիկոլասը և Դոնալդ Բրենը։ 10-րդ հորիզոնականում Բրեդ Աթքոքն է համեստ $19.1 միլիարդ։ Ընդհանուր առմամբ աշխարհում կա 3428 միլիարդատեր, $21 տրիլիոն սեփականությամբ։ ԱՄՆ-ում ապրում է 989 միլիարդատեր։ Աշխարհի ամենահարուստ մարդը Մասկն է։ Նրա կարողությունը հասել է $839 միլիարդ։ Մասկը նախկինում բնակվել է Կալիֆոռնիայում, այժմ նա տեղափոխվել է Թեքսաս բարձր հարկերի պատճառով։ Սիլիկոնային հովիտը մնում է գումարների հիմնական աղբյուրը, իսկ Կալիֆոռնիայի տնտեսությունը աշխարհում ամենաուժեղներից մեկը։ Աշխատանքային իրավունքների առաջնորդ Սեզար Չավեսը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Մեղադրանքները վերաբերում են 1960-70-ական թվականներին։ Նրա գործընկեր Դոլորես Հուերտան հայտնել է իրեն բռնաբարելու մասին։ Հուերտան նշել է, որ ճնշման տակ է մնացել։ Չավեսի զոհերից երկուսը 12 և 13 տարեկան են եղել։ Այս բացահայտումը ցնցել է ԱՄՆ-ի լատինամերիկյան համայնքը։ Չավեսի ընտանիքը և հիմնադրամը իրենց աջակցությունն են հայտնել տուժածներին։
Նոր բացահայտումների պատճառով Չավեսի պատվին նախատեսված միջոցառումները զանգվածապար չեղարկվել են։ Միացյալ ֆերմերային աշխատողների միությունը հրաժարվել է նրա անունը կրող միջոցառումներից։ Կալիֆոռնիայի նահանգապետը ասել է, որ պետք է վերագնահատել պատմական արժեքները, շատ դպրոցներ ու փողոցներ կրում են Չավեսի անունը։ Դրանք կարող են անվանափոխվել։ Տեքսասի նահանգապետը չեղարկել է Չավեսի հետ կապված տոնը։ Արիզոնայի նահանգապետը նույնպես հրաժարվել է ճանաչել այն։ Չավեսը մահացել է 1993 Նա համարվում էր քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար պայքարի հերոս։ Շարժման մասնակիցները շարունակում են պաշտպանել ֆերմերների իրավունքները, սակայն նրանք չեն ընդունում Չավեսի անցյալի գործողությունները։ Սենատոր Մալինը հայտնվել է թեժ քննարկումների կենտրոնում, նա առաջադրվել է հայրենիքի անվտանգության նախարարի պաշտոնում։ Մալինը դժվարությամբ է պաշտպանել իր թեկնածությունը։ Սենատորը ցանկանում է ղեկավարել այսը։ Կապիտոլիումում քննարկումն անցել է չափազանց լարված։ Մալինը պատասխանել է նաև ներգաղթի քաղաքականության վերաբերյալ հարցերին, նա ցանկանում է փոխել գործող մոտեցումները։ Իր նախորդ սուր արտահայտությունների համար սենատորը ներողություն է խնդրել, սակայն դեպքերի մի մասում էլ շարունակել է պաշտպանել ոստիկանության գործողությունները։ Հայրենիքի անվտանգության նախարարի պաշտոնում հաստատման համար Մալինին անհրաժեշտ է 50 ձայն։ Նյու Յորքում ազատ է արձակվել մի դպրոցական, որը 10 ամիս անցկացրել է այսի կալանավայրում։ Տղան ձերբակալվել էր դատական լսումից հետո։ Նա պահվել է Փենսիլվանիայի կալանավայրերից մեկում։ Դիլանը Վենեսուելայից էր եկել ԱՄՆ։ Նա սովորում էր Էլիս Փրեպ ակադեմիայում։ Քաղաքային պաշտոնյաները քննադատել են նրա երկարատև կալանքը։ Հայրենիքի անվտանգության նախարարությունը Դիլանին մեղադրել էր ԱՄՆ ապօրինի մուտքի համար։ Փաստաբանների խոսքով պատանին եկել է ապաստան ստանալու նպատակով։ Նյու Յորքի ուսանողական համայնքը պայքարել էր նրա ազատության համար։ Իրավապաշտպանները համարում են, որ Դիլանի ազատումը սխալի ուղղում է, որին հաջողվեց հասնել դեպքին հանրային մեծ հնչեղություն տալու շնորհիվ։ Լոս Անջելեսի միավորված դպրոցական շրջանի աշխատակիցները ցույց են անցկացրել, նրանք բողոքում են կրճատումների եւ աշխատավարձի դեմ։ Արմիության ղեկավարները հայտարարել են գործադուլի մասին, այն տեղի կունենա ապրիլի 14-ին։ Գործադուլը կազդի 100 հազարավոր աշակերտների վրա։ Պատճառը շուրջ 877 միլիոն դոլարի բյուջետային դեֆիցիտն է եւ դրա հետևանքով սպասվող կրճատումները։ Դրանք կվերաբերեն ավելի քան 700 հաստիքի։ Նմանատիպ գործադուլ տեղի ունեցել 2019 թվականին, այն տևել է 6 օր, դպրոցների մեծ մասը աշխատել է սահմանափակ կազմով։ Այժմ իրավիճակը նորից լարվել է։ Դպրոցական համակարգը հայտնվել է ճգնաժամային վիճակում, ծնողները մտահոգված են ուսումնական գործընթացի ընդհատումներով։ Սպիտակ տունը ծրագրում է կառուցել ստորգետնյա նոր կենտրոն, այն նախատեսված է այցելուների անվտանգության ստուգման համար։ Կառույցը կունենա 33,000 քառակուսի ոտնաչափ տարածք եւ կգտնվի Շերման այգու տակ։ Նախկինում զբոսաշրջիկները ստուգումներն անցնում էին հատուկ տնակներում։ Նոր կենտրոնը կունենա 7 առանձին անցուղի, այն կկրճատի սպասարկման ժամանակը եւ հերթերը։ Շինարարությունը կարող է սկսվել արդեն օգոստոսին։ Սպիտակ տունը ցանկանում է ավարտել այն մինչև 2028 թվականի հուլիսը, Թրամփի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ։ Գեներալ Շերմանի հուշարձանը չի տեղափոխվի։ Օրակարգում է նաեւ արևելյան թևի նոր մասնաշենքի հարցը։ Թրամփը ձգտում է կառուցել 90,000 քառակուսի ոտնաչափ տարածքով շինություն։ Այնտեղ նախատեսված է մեծ պարահանդեսային սրահ։ Ըստ մասնագետների, այս ծրագրի արդյունքում Սպիտակ տան արտաքին տեսքը շատ չի փոխվի, բայց այն կստանա ֆունկցիոնալ նոր հնարավորություններ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Apple ընկերությունը հորդորում է թարմացնել iPhone սարքերը։ Նոր հետազոտությունը բացահայտել է վտանգավոր հաքերային գործիքներ։ Դրանք կոչվում են Darksword եւ Coruna։ Հաքերները դրանց միջոցով ստանում են մուտք դեպի հեռախոսներ։ Նրանք կարող են կարդալ տեքստային հաղորդագրությունները, գողանալ Wi-Fi գաղտնաբառը եւ այլ տվյալներ։ Հետազոտողները նշում են, որ օգտատերերը խոցելի են դառնում, երբ այցելում են բարակված կայք։ Ընդ որում, սովորական օգտատերը չի կարող նկատել այդ հարցը։ Խնդիրը ըստ մասնագետների առաջիկայում ավելի է մեծանալու։ Անցյալ շաբաթ Apple-ը թողարկել է հատուկ թարմացում, այն նախատեսված է հին սարքերի օգտատերերին նման հարձակումներից պաշտպանելու համար։
Մեկ տարի առաջ մահացած դերասան Վել Քիլմերը կհայտնվի նոր ֆիլմում, ռեժիսորն օգտագործել է արհեստական բանականությունը։ Քիլմերի ընտանիքը տվել է իր համաձայնությունը, սա AI-ի միջոցով դերասանի վերստեղծման առաջին դեպքն է։ Նախկինում կիրառվում էր համակարգչային գրաֆիկան։ Արհմիությունները մտահոգված են այս նորամուծությամբ, նրանք պայքարում են դերասանների իրավունքների համար։ Կալիֆոռնիայում ընդունվել են նոր օրենքներ, որոնք արգելում են նմանակների ապօրինի օգտագործումը։ Քիլմերի դուստրը հայտարարել է, որ աջակցում է նախագծին, ըստ նրա սա հարգանք է դերասանի հիշատակի հանդեպ։ Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2026 թվականին, այն անդրադառնում է հնագիտական հայտնագործություններին։ Սննդի և դեղերի վարչությունը FDA-ը հետ է կանչել նախագիծը, որն արգելում էր անչափահասներին օգտվել սոլյարիններից։ Գործակալությունը նշում է, որ դա չի նշանակում վտանգի բացակայություն։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը առաջացնում է մաշկի քաղցկեղ։ Շատ նահանգներ, այդ թվում Կալիֆոռնիան, արդեն ունեն սեփական արգելքներ։ Դաշնային կանոնը նպատակ ուներ պաշտպանել դեռահասներին ամբողջ երկրում։ Քննադատները հիշեցնում են, որ սա պաշտպանում է նրանց առողջությունը։ Մասնագետները մտահոգված են այս նահանջով։ Նրանց սոլյարին վնասում է մաշկի բջիջների ԴՆԹ-ն, մեծացնում է մելանոմայի ռիսկը շուրջ 50%-ով։ Գործակալությունը ստացել էր ավելի քան 8100 կարծիք։ Ոմանք պաշտպանել են անձնական ընտրության իրավունքը, ոմանք հակառակը։ Փորձագետները շարունակում են պնդել խիստ կարգավորումների անհրաժեշտությունը։ Այժմ հարցը մնում է բաց, անգամ անչափահասների համար սոլյարիից օգտվելու արգելքը պաշտոնապես չեղարկելուց հետո։ Օրվա լրահոսիցը այսքանն էինք առանձնացրել, հաջորդիվ իմ գործընկեր Մանու Հարությունյանն է շարունակելու թողարկումը, ներկայացնելով առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումները։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։ Երաժշտություն, ավազի վրա պատրաստված սուրճ, վիճակախաղ հյուրերի համար ուտեստներ, ձեռագործ նվերներ, քաղցրավենիք պաղպաղակ և շատ ավելին։ Զատկի տոնավաճառ Գլենդելում, մարտի 22-ին ժամը 11-ին, փոքր բիզնեսների համար մուտքն անվճար է։ Հրավիրում եմ կինոյի սիրահարներին, մի խումբ համարձակ ընկերներ սկսում են իրենց վերջին առաքելությունը Հնդկաստանում, վճռելով մեկընդմիշտ ետևում թողնել իրենց հանցավոր անցյալը, և դա վերածվում է մի զվարճալի ու արկածաշատ պատմության, որը արդեն հազարավոր մարդիկ հասցրել են տեսնել, գնահատել ու լիաթոք ծիծաղել։ Գողություն հայկական ձևով։ Հայկական բլոկբասթերի ամերիկյան ցուցադրումները շարունակվում են մարտի 20-ին և 21-ին երեկոյան ժամը 7:30 Գլենդելի Look Dine-in սինեմասում։ Գարնանային տրամադրությանը համապատասխանող առաջարկ թատերասերների համար Սիրո խոստովանություն Երևանի պետական կամերային թատրոնից։ Պիեսի հեղինակը և բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։ Ներկայացումը կարող եք դիտել մարտի 20-ին երեկոյան ժամը 7:30 Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Եվս մեկ առաջարկ կինոյի սիրահարների համար, 2 դատախազ, հարց ու պատասխան։ Կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի հետ բանտախցից տարօրինակ կանչ ստանալով իդեալիստ պետական փաստաբանը հաղթահարում է բանտի իշխանությունների խոչընդոտները հարցազրույց վերցնելու ծեր բոլշևիկից։ Կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի աղմուկ հանած թրիլերի շուրջ վեճերը շարունակվում են։ Կարող եք դիտել մարտի 23-ին Սանտա Մոնիկայի Aero Theatre-ում։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Եֆիմ Բրոնֆմանը հրավիրում են դասական երաժշտության սիրահարներին։ Բրոնֆմանը վերադառնում է Ուոլթ Դիզնի համերգասրահ, ներկայացնելու դաշնամուրի անսահման հնարավորությունները ռոմանտիկ ստեղծագործությունների ընտրանիով։ Մարտի 22-ին ժամը 14-ին Լոս Անջելեսի Ուոլթ Դիզնի Կոնսերտ հոլում։ Սուր հումոր, անվերջ ծիծաղ ու լավ տրամադրություն։ Ճանաչված Գաբրիել Իգլեսիասը և Ջո Քոյը հանդես կգան հատուկ միանգամյա կատակերգական ստենդափով։ Հանդիպումը կկայանա Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում, մարտի 21-ին երեկոյան ժամը 7-ին Ինգլվուդի SoFi մարզադաշտում։ Wilcoի երգիչ ու գիտարահար Ջեֆ Թվիդին ելույթ կունենա Լոս Անջելեսի The United Theatre on Broadway-ում։ Նրա արվեստի սիրահարներին հրավիրում ենք մարտի 21-ին երեկոյան ժամը 7:30։ Այս համերգը նրա մենահամերգային շրջագայության մի մասն է, որը ներառում է ստեղծագործությունների ակուստիկ կատարումներ և սովորաբար անցնում է մտերմիկ մթնոլորտում։
Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք հանգստյան օրերի համար։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղ ժամը 5-ին։ Հաջողություն։